Ուրեմն բարև ձեզ, դեպքը կատարվել է 21 թվականի օգոստոսի 16-ին, երբ ես եղել եմ դրսում, Ռուսաստանում։ Ուրեմն Facebook սոցիալական ցանցի միջոցով խարդախության զոհ եմ դարձել։ Ուրեմն Ոմն Մարի Պողոսյան անուն ազգանունով մեկը ներկայացել է որպես ID բանկի գովազդի աշխատակից եւ ասել է, որ այսիշ բանկը ցես շահում եք, դուք ունեք շահում, ոչ մի link, ոչ մի բան չի ուղարկել, իմ հեռախոսահամարի հիմքի վրա, գիտենալով երևի թե իմ ձեր հեռախոսի համարը, ասել եմ իմ հեռախոսի համարը սա է։ Իմ հեռախոսի համարի հիմքի վրա իմ կարծիքով գիտեցել է նաև, որ իմ տվյալների իդենտիֆիկացիա արվել է Իդրամով, Իդրամի հիմքի վրա ուղարկել է SMS 4 թիվ, ասել է դա մուտքարեք ծրագրի մեջ, որ ինձ ձեզ ինչ-որ գումար փոխանցենք։ Դրանից հետո 4 թիվ մուտքագրելուց հետո կատարվել է 2 վարկի ձևակերպումը Rocket Line եւ սպառողական վարկ մոտ 1.160.000։ Դա կատարվել է 4 տարի առաջ։ Ես դիմել եմ ID բանկ, դիմել եմ Իդրամ, դիմել եմ ոստիկանություն, քննչական, հիմի գործընթացի մեջ է, կարևորը այստեղ այն է, որ ID բանկը հրաժարվում է այդ ամեն ինչից, մեղքը գցելով ին վրա, որ չի ամեն տվյալ, բոլոր տվյալները ձերն են, եւ մենք պարտավորություն չենք կրում այդ գումարները սառեցնելու եւ մինչեւ հիմի 4 տարվա ընթացքում ինձ գալիս են տոկոսներ։ Այսինքն չեք մարում ընդհանրապես։ Ես չեմ մարում ընդհանրապես, դատարանից ինձ նամակ է եկել ըստ բանկի դատական հայցի, դատավորը մի անգամ ես դիմել եմ դատարան նամակով, իրանք մի անգամ թե երկու անգամ կասեցրել են, հետո դատավորը ոնց որ փոխվել է, թե չգիտեմ ինչ է կատարվել այդ արանքում, չգիտեմ, չեմ կարող ասեմ, ու հիմի ըստ ուրիշ դատավորի հայցի բռնականձումներ ինձից պահանջում են։ Իսկ որ այդ ժամանակ օրինակ ասեցին շահում ունեք, չէ՞, հետաքրքրեց ինչ շահում, ինչի կարող եք։ Ես ասեցի ինչ շահում է, ասեց որպես բանկի շահառու բոլոր բանկերը տրամադրում են այդ շահումները։ Մարդը գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում։ Եթե այդ քաղաքացիները ուզեն Չէ, ուղղակի եստեղ մի կարևոր դրվագ, եթե Հայաստանում լիներ, ինքը կկարողանար գոնե իրավունքները իր պաշտպանել, փաստաբան վերցնել եւ այլն։ Բանկերը պատրաստված, փաստաբաններով գնացել էին դատարան, քաղաքացուն փորձ են անում գումարի բռնականացման, ինչը անօրինական է։ Ժողովուրդ ջան, նորից եմ ասում, այո, իրանք 99% դեպքերում, այո, բնականաբար ճիշտ են աշխատում, բայց մի տոկոսը մարդիկ են, ճակատագրեր են, քաղաքացիներ են, այդ մի տոկոսը, որ իրանք մատնանշում են, սա շատ կարևոր ու շատ մեծ ցուցանիշ է, անգամ 0.01%-ը որևէ քաղաքացի չպիտի թալանի ենթարկվի ուղղակի։ Սրան ուրիշ անուն չենք կարող դնենք, սա թալան է եւ վերջ։